Հետազոտությանը մասնակցել են կանայք Երևան քաղաքից, Վանաձորից և Գյումրիից, որոնք վերջի 3 տարվա ընթացքում ունեցել էին ծննդաբերություն, և մասնակցել են նաև բժիշկներ, մանկաբարձ գինեկոլոգներ մասնավորապես։ Կանայք իրենց խոսքը սկսում էին, մեծամասամբ սկսում էին երախտիկի խոսքով և ամբողջ գործընթացը պատմում էին դրական էմոցիաներով, և միայն հատուկենտ կանայք էին, որոնց բալիկները ունեին առողջական խնդիր, որ բացասական երանգներով էին պատմում ամբողջ գործընթացը, քանի որ իրենց բալիկի կոնկրետ առողջական խնդիրը կապում էին ծննդաբերական գործընթացի հետ։ Հատուկ հարցեր ուղղված մանկաբարձական բռնության դրսևորումներին չեն տրվել, հարցը հնչել է ընդհանուր, ինչպես կնկարագրեք ծննդաբերական գործընթացը, սակայն այդ ընթացքում, որ կանայք խոսում էին, նրանք նկարագրում էին բժշկական միջամտություններ, ինչպես են դրանք արվել, արդյոք իրենք տեղեկացված են եղել, թե ոչ, հարազատներից ով է մասնակցել ծննդաբերական գործընթացին, հարազատների հետ քննարկվել են այդ միջամտությունները, թե ոչ, ինչ արտահայտություններ են արվել բժիշկների կողմից, և այս ամեն ինչը ամփոփելով և վերլուծելով մենք հասկացել ենք, որ իրականում բոլոր կանայք նկարագրել են մանկաբարձական բռնության դրսևորումներ և ֆիզիկական, և հոգեբանական բռնության տեսքով, նաև խախտվել է գաղտնիությունը և նրանց մեկուսիությունը, մասնավորապես բժշկական հարցերը քննարկվել են օտարների ներկայությամբ կամ իրենց հարևանուհիների, ընկերուհիների, որոնց ներկայությամբ իրենք չէին ուզում խոսել, կամ իրենք կիսամերկ կամ մերկ տեղափոխվել են, ասենք, պալատից մինչև վիրահատարան կամ ընդունարանում մերկացել են։ Այս ամեն ինչը տեղավորվում է մանկաբարձական բռնության սահմանման մեջ, որը առկա է որոշ երկրների օրենսդրությամբ ու նաև նկարագրվում է գրականությամբ, այսինքն մեր գրականության վերլուծությամբ վերհանված բոլոր դրսևորումները նաև նշվել են հետազոտությունը մասնակցած կանանց կողմից։ Բժիշկ մասնագետները հենց տերմինի հետ անհաշտ էին ու նշում էին, որ առանց այդ էլ բժիշկը անպաշտպան է, քարկոծվում է տարբեր կողմերից, հատկապես մանկաբարձ գինեկոլոգի պատասխանատվության չափը շատ բարձր է, նրանք պատասխանատու են միանգամից 2 կյանքի համար, և այդ պրոցեսը շատ կարճ է և պահանջում է արագ որոշման կայացում, և դժվար է այդ որոշումը քննարկել ծննդկանի հետ կամ ծննդկանի հարազատների հետ, մանավանդ որ շատ դեպքերում իրենք համապատասխան կրթական մակարդակ կամ գիտելիք չունեն, որ իրենց հետ քննարկես, դա ավելորդ ժամանակի կորուստ է և այլն, այսինքն տերմինի հետ և շատ դրսևորումների հետ անհաշտ էին, բայց վերջում եկել ենք, հանգել ենք մի ընդհանուր եզրակացության մասնագետների ամեն մեկի հետ անհատական խոսքի վերջում, որ կարիք կա սրա մասին խոսել, կարիք կա սահմանել, կարիք կա ընթացակարգերի, որոնք նաև կպաշտպանեն բժշկին, ու նաև կարիք կա շատ աշխատել բնակչության հետ, նոր ամուսնացողների հետ, հղիների հետ, ամուսինների հետ, սկեսուրների հետ, այն բոլոր ընտանիքի անդամների հետ, որոնք շատ ակտիվորեն մասնակցում են այս պրոցեսին և շատ դեպքերում իրենք են հենց սադրում այն իրավիճակը, որի ժամանակ նկատվում է հոգեբանական օրինակ բռնություն։